Ես Արմեն Գալստյանն եմ, Միասնության թևեր կուսակցության նախագահը։ Ընկերս Արմենն եմ Գալստյան, Միասնության թևեր կուսակցության նախագահը, Միասնության թևեր կուսակցության ցուցակում պատգամավորության տեխնացու Լիպարիտը Դրմեյան, նույնպես Միասնության թևեր կուսակցության անդամ է եւ պատգամավորի տեխնացու Միասնության ցուցակով եւ Նարեկը Բալաբեկյան, նույնպես Միասնության թևեր կուսակցության անդամ եւ մեր պատգամավորի տեխնացուներից է Նարեկը։ Մենք նաև ներկայացուցիչներն ենք, լիազորված անձինք ենք, ովքեր ներկայացրեցին Միասնության թևեր կուսակցության Հարեցման մասին ինչով պայմանավորված։ Ես չգիտեմ, թե ինչու էր դա անսպասելի, մենք համագործակցություն սկսեցինք, մեր համագործակցության որոշակի ծրագրային մեր դրույթները փորձեցինք մեր ընդհանուր մոտեցումները համաձայնեցնել, բայց ժամկետը բավական սուղ էր եւ կային համապատասխանություններ մեր մոտեցումների միջև եւ մենք որոշում կայացրեցինք փոխադարձաբար, որ այս փուլում համագործակցությունը պետք է դադարեցնել, որպեսզի հետագայում նույնպես գուցե հնարավոր լինի այդ համագործակցությունը կամ չլինի, բայց այս փուլում արդեն ժամկետներն էին բավական սուղ եւ հենց այդ գիտեք ինչպես ամեն մեկս մեր մոտեցումներն ունենք շատ տարբեր հարցերի վերաբերյալ եւ այդ հարցերի շուրջ մեր համաձայնությունները պարզապես բանակցությունները երկարում էին եւ շատ բարի դրացիական, շատ ջերմ մեր փոխհարաբերությունները նույնպես հիմա շարունակվում են ՀԱԿՎ-ի հետ, պարզապես այս փուլում ընտրական գործընթացներին միասին մասնակցությունը որոշեցինք դադարեցնել։ Հայտարարված էր հենց այդպես, որ մենք որոշում ենք կայացրել միասին մասնակցել ընտրություններին։ Բայց ելի եմ կրկնում, սուղ ժամկետների պատճառով այդ համագործակցությունը ընտրական գործընթացներին մասնակցելու տրամաբանության շրջանակներում դադարեցվել է եւ մենք ընտրություններին մասնակցում ենք մեր ցուցակով, մեր ինքնուրույն ցուցակով, սակայն մեզ հետ շարունակում են համագործակցել եւ մեր ցուցակում ներառված են Շանթ Դաշինք կուսակցության անդամները, Շանթ Դաշինք կուսակցությունից անձինք, մենք փոխադարձաբար, ինչպես նաև առաջ շարժման, առաջ արժանապատվության շարժման մեր գործընկերներից մարդիկ կան ներգրաված մեր ցուցակում, կան անհատներ, որոնք անկուսակցական են, եւ մեր ցուցակը բավական այդպես ընդգրկուն է, համապարփակ է, տարբեր պրոֆեսիոնալներ կան, ստացվել ինչպես եւ խոստացել ենք, ստացվել է պրոֆեսիոնալների ցուցակ, որը գնում է առաջիկա ընտրությունների մասնակցել։ Դրական շատ այսպես ոգևորված, մեծ ոգևորությամբ, այսօր մեր ցուցակը ներկայացրենք եւ շատ դրական են գնահատում, մեր աշխատանքից է կախված հետագա արդյունքները։ Պարոն Գալստյան, այսինքն ՀԱԿՎ-ի հետ ձեր համագործակցությունը չստացվեց, ձեր նախաձեռնությամբ, թե Չալաբյանը ինչ որ տեղերի հետ կապված այլ ամբիցիաներ ուներ, չբավարարվեցին այդ ամբիցիաները եւ չստացվեց համագործակցությունը, փակագծերը բաց եք խնդրում եմ։ Ինչպես արդեն նշեցի, դա փոխադարձ ընդհանրապես փոխադարձ համագործակցություն էր փոխադարձ դադարեցնելը մեկս մյուսի հետ, ոնց փոխադարձ որոշում էր, համատեղ որոշում էր եւ կապված չէր ինչ որ տեղերի վերաբերյալ, հենց զուտ տեղերի վերաբերյալ քննարկումներ, այսինքն տեղերի հետ դա կապ չուներ։ Ինչպես արդեն նշեցի, որոշակի հարցեր էին, որոնք պետք է համաձայնեցվեին միասնական հանդես գալու համար։ Բայց եթե չէին համաձայնեցվել, ինչու հայտարարեցիք, որ համագործակցում եք, անգամ ձեր միջոցառումների ժամանակին այս մասնակցությունը տեսանք, այսինքն այդ ամենը չէր քննարկվել մինչև այդ պահի համար դա բավարար էր։ Հետագա փուլերի համար արդեն հետագա փուլերում հանդես գալու համար, ինչպես արդեն նշեցի, դրանք արդեն դուրս էին գալիս այն շրջանակներից, որոնց վերաբերյալ պետք էր արդեն ավելի մանրամասն համաձայնություններ ձեռք բերել։ Տարաձայնությունը ո՞րն էր ձեր եւ ՀԱԿՎ-ի։ Հետագայում ես համոզված եմ, մենք առիթներ կունենանք դրա մասին դեռ շատ խոսելու, մեր ՀԱԿՎ-ի ընկերների հետ կարող ենք քննարկումներ կազմակերպել, որին դուք համոզված եմ ներկա կլինեք եւ կարող ենք դրա մասին շատ ավելի մանրամասն խոսել։ Այս պահին կարծում եմ չարժի այդ մասին եւ պետք չի պարզապես այդ մասին ավելի տենց մանրամասն խոսել։ Ես համոզված եմ դրա մասին խոսելու շատ առիթներ դեռ կունենանք։ Եվ եթե դուք էլ նկատեք, մենք ունենք որոշակի մեր այսպես հետևեք հետագայում նաև մեր ծրագրին, ինչպես նաև ՀԱԿՎ-ի հայտարարած դրույթներին եւ իրենց ծրագրային մոտեցումներին, հաստատ համոզված եմ կտեսնեք, որ կան տարբերություններ եւ այդ տարբերություններն են պատճառ հանդիսացել ընտրություններին արդեն միասին չմասնակցելու համար եւ այդ ոնց ասեմ, մեր մոտեցումները չհամատեղվեցին հենց որոշակի սկզբունքային հարցերի շուրջ։ Մեր հաշվարկներով մոտ 200 միլիոն դրամ եք ծախսել LED վահանակների վրա գովազդային բավականին թանկ տեղերում տեղադրելու համար։ Խնդրեմ ներկայացնեք որտեղից ձեզ այդքան ֆինանսական միջոցներ, քան որ կապնդում, որ ձեզ ֆինանսավորում է Սերժ Սարգսյանը։ Մեզ Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում, մեզ ֆինանսավորում են շատ տարբեր մարդիկ, մեր տարբեր ընկերներ, մեր սեփական միջոցներն են ներդրված,
մեր ընկերների միջոցները մենք Ես կարող եմ Իհարկե։ ավելացնել, բոլոր այն անձինք, բոլոր մեր այն քաղաքացիները, ովքեր հաշտ չեն ստեղծված իրականության հետ։ Եվ դրանք մի աղբյուրից միջոցներ չեն, ես ցանկանում եմ նշել, դրանք տարբեր աղբյուրներից միջոցներ են եւ հետագայում նաեւ կհրապարակվեն այն ֆինանսական հաշվետվություններ, դուք ինքներդ եք տեսնեք, որ դրանք տարբեր միջոցներից եկած միջոցներ են եւ ելի եմ ուզում ցանկանում ուղիղ կրկնել, ուղիղ ասել, որ դրանք մեկ աղբյուրից միջոցներ չեն եւ Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում մեր գործունեությունը։ Իսկ հետընտրական համագործակցություն ընտրությունների գնում էիք Հայաքվեի հետ միասին։ Հիմա այս մի քանի օր առաջվա այդ ապահարզանից հետո, այսպես պատկերավոր ասենք, ձեր շանսերը ինչպես եք գնահատում առանց Հայաքվեի։ Առանց փոփոխությունների։ Ինչպես եղել են, մենք մեր շանսերը նույն կերպ էլ գնահատում ենք, մենք մեր շանսերում փոփոխություններ չենք տեսնում։ տրամաբանությունը ո՞րն էր համագործակցության։ Հայաքվեում կան շատ լավ պրոֆեսիոնալներ, շատ լավ մարդիկ, ովքեր ունեն անցած ճանապարհ եւ նրանց մեզ հետ լինելը հեչ չէր, վատ չէր լինի հետագայում, որպեսզի այդ մարդիկ ներգրավվածեն եւ ազգային ժողովում եւ հետագա process-ներում։ Եվ եթե մենք ունենանք հնարավորություն, նրանց կրկին կանենք առաջարկներ, նրանց կրկին սիրով կներգրավենք ինչպես մեր գործունեությանը, այնպես էլ պետական կառավարմանը, եթե այդպիսի հնարավորություն ստանանք։ Եվ մեր երկրում ընդհանրապես պետք է բոլորս ֆիքսենք, որ փոքր երկիր ենք, ունենք իրականում կադրերի պակաս, կադրերի պակասով եւ մենք չենք կարող մեզ թույլ տալ շռայլություն կադրերի ընտրության հարցում, մարդկանց այդպիսի ընտրության հարցում։ Մարդիկ, ովքեր ունեն անցած ճանապարհ, պետք է այդ մարդիկ եւ անցած ճանապարհ մաքուր մարդիկ են, պետք է այդ մարդիկ ստանան իրենց արժանի հնարավորությունները։ Դուք ձեր նախընտրական ծրագրում մի կետ ունեք Արցախ վերադարձի հետ կապված։ Արդյոք դա է եղել տարաձայնությունը։ Արցախ վերադարձ ոչ թե Արցախ վերադարձի մասն է խոսքը։ Մենք խոսում ենք արցախահայերի իրավունքների պաշտպանության եւ արցախահայերի Արցախ վերադարձի իրավունքների պաշտպանության մասին։ Որոշակի տարբերություններ մեր մոտեցումներում կարող են լինել նաև հենց այդ հարցում, բայց այստեղ էլ եմ ասում, շրջանակը շատ լայն է եւ ես չեմ ցանկանա կանգնել մեկ հարցի կամ երկու հարցի վրա։ Տարբեր հարցեր կան, տարբեր շրջանակներ կան եւ իրականում տարբեր մոտեցումներ կան։ Մեր ծրագիրը առաջիկայում մենք օրենքով սահմանված պարտականություն ունենք նաև հրապարակվի ծրագիրը եւ այդ ծրագրային դրույթների մեջ դուք համոզված եմ տարբերություններ կտեսնեք։ Ես որպեսզի հստակ լինի արցախահայերի վերադարձի իրավունքի մասով երկու դետալ ավելացնեմ, ուրեմն վերադարձի իրավունքը ամրագրված է միջազգային դատական ակտով, միջազգային դատարանի դատական ակտերով ամրագրված է այդ իրավունքը եւ մեր իշխանության գալու պարագայում մենք մինչև վերջ առաջ ենք տանելու այդ ակտերով ամրագրված արցախահայերի վերադարձի իրավունքի ամրագրումը եւ դրա իրացումը։ Ուրեմն սա մեր հստակ գիծն է։ Ինչ համագործակցություն եք պատկերացնում։ Ես սկզբունքային ինչ կետեր կան, որոնց շուրջ չեք համագործակցում։ Համագործակցություն միանշանակ չի կարող լինել գործող ուրեմն իշխող վարչակազմի հետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, իսկ որ ուժերի հետ ինչ ձևաչափով համագործակցություն կլինի, ես կարծում եմ դրա մասին մի փոքր վաղ է խոսել, համբեր ենք եւս շատ կարճ ժամանակ, կարծում եմ, որ մոտ ժամանակներում ամբողջությամբ քաղաքական դաշտը կբյուրեղանա, այդ process-ը սկսված է եւ երբ որ կունենանք բյուրեղացումը ու կունենանք նաեւ ընտրությունների արդյունքները, հստակ կլինի թե որ ուժերի հետ ենք կարողանում ինչպիսի ձևաչափով համագործակցել։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի գործող իշխանությունը չվերարտադրվի։ ՀՊ-ի հետ սպառ բացառում եք։ Նշեցի դա արդեն, այո։ Մենք արդեն իսկ հայտարարել ենք, պետք է հաշվի առնենք, որ մենք ունենք արդեն իսկ հայտարարված, թե ինչպիսի ձևաչափեր ենք մենք համագործակցության վերաբերյալ նախընտրել եւ նշել ենք, որ ՀՊ-ի հետ բացառում ենք ձևաչափը, սա պարոն Դրմյանը կշարունակի, ՀՊ-ի հետ բացառում ենք, ինչպես նաեւ մենք չենք թույլ տալու, որպեսզի նախորդ պաշտոնաթող նախագահները եւ նրանց կողմից ղեկավարվող ուժերը, այսինքն նրանց կողմից ղեկավարվող ուժերի դեպքում պաշտոնաթող նախագահների հատկապես պաշտոնաթող նախագահները զբաղեցնեն վարչապետի պաշտոնը։ Այսինքն եթե նման հնարավորություն ստեղծվի Փաշինյանից ազատվելու, բայց օրինակ, չգիտեմ, որևէ նախկին ձեր ասած պաշտոնաթող նախագահի միջոցով նրան ընտրելու միջոցով։ Ես կարող եմ հավելել այդ ֆորմատի ձևաչափի
եթեների, ապաների մասին հիմա խոսելը ուղղակի զուր է, որովհետև նորից եմ կրկնում, քաղաքական դաշտը բյուրեղանում է, կբյուրեղանա, հստակ կլինի մասնակցության ձևաչափը։ Մենք ունենք ուժեր, որոնք դեռ չեն ներկայացել իրենց ընտրացուցակները, չգիտենք ներկայացնելու են թե չէ։ Համագումարներ եղել են, բայց ուժեր կան, որ դեռևս հայտ չեն ներկայացրել։ Իրավական առումով, այդ ձևաչափով համապատասխան։ Երբ որ քաղաքական դաշտը կբյուրեղանա, վստահ եմ մեր լրատվամիջոցները եւ մամուլի ներկայացուցիչները ուշով հետևում են այդ զարգացումներին, շատ ավելի հստակ պատասխաններ կունենան։ Չեք բացառում։ Ասում եմ, եր նպատակը եւ նպատակը վերջնակետը այն է, որպեսզի գործող իշխանությունը չվերարտադրվի։ ՀԿ-ի հետ բացառում եք, բայց նաև նախկինների հետ եք բացառում, թե Համագործակցության ձևաչափ լայն պետք է նայել, համագործակցության ձևաչափը շատ տարբեր կարող է լինել, դրա մասին էս փուլում ես նպատակարար չեմ համարում խոսել։ Մենք դրա մասին ներողություն հաշվի խնդրում եմ այդ հայտարարությունների Այս պահին կոնտեքստում այդ դիտարկեք։ կոնտեքստում Այս նախկին հայտարարությունների կոնտեքստում խնդրում եմ դիտարկեք մեր մոտեցումները։ մի հարց ունեմ, պարոն Դերմեյան, Եսի հարցնեի։ հաղթահարեք անցողիկ շեմը, թե դուք մտածեք, որ 50+ կհավաքեք եւ կարող ներձևավորեք։ Ես առավել քան վստահ եմ, որ մենք այդ ճեղքումը, պատմական ճեղքումը ապահովելու ենք 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում եւ լինելու ենք խորհրդարանում։ Մեր ուժը, միասնության թևեր ուժը։ Խորհրդարանում այսինքն ճեղքումը նկատի ունեք 4%-ը Այո, միանշանակ։ Այսինքն 4%-ը կռիվ եք տալիս հիմա։ Չէ, 4%-ը դա նվազագույն շեմն է, եթե գիտեք։ 4%-ը նվազագույն շեմն է։ Եթե որևէ ուժ հայտարարում է, որ ինքը ունի երաշխավորված մեծամասնություն, պարզապես զազրախոսություն է կամ սուտ։ Նման հայտարարություն անելը ուղղակի մոլորության մեջ գցել է մեր ժողովրդին։ Վարչապետի տեխնացուն Արման Թաթյանը մեջ շատ վստահ է խոսում, որ ինքը կլինի իշխանություն կգա, դրա համար եմ ասում, այդ վստահությունը որտեղից է գալիս։ Այդ վստահությունը գալիս է մեր աջակիցներից, այդ վստահությունը գալիս է մեր սոցհարցումներից եւ այդ վստահությունը գալիս է այն պատասխանատվությունից, որը մեր կուսակցության ընտրացուցակում ընդգրկված յուրաքանչյուր անձ ստանձնել է իր անցած ճանապարհով։ Այդ հողի վրա ինչպես է արտահայտվել այդ վստահությունը։ Այդ դա հողի վրա ինչպես է արտահայտվել։ Այդ դա հողի վրա ինչպես է արտահայտվել ու Երևա հունիսի 8-ին։ Հունիսի 8-ին մենք բոլորս կտեսնենք թե հողի վրա ինչպես է արտահայտվում դա։ Պարոն Գալստյան, մի բան ուղղակի ճշտենք։ Եթե դուք ասում եք, որ դուք վստահ եք, որ կհաղթարեք անցողիկ շեմը եւ կլինեք խորհրդարանում, սա մի բան է, իշխանության գալը այլ բան է։ Խորհրդարանում լինել կարող եք լինել ընդդիմության տեսքով, օրինակ, ունենաք 5 մանդատ, ասենք լինեք խորհրդարանում ընդդիմադիր ֆրակցիա։ Քիչ առաջ ես նշեցի, եթե լինում է որ դուք 50+1 հավաքեք միայն, կամ համագործակցեք կոալիցիոն իշխանություն։ Քիչ առաջ ես նշեցի, մի փոքր համբերություն, քաղաքական դաշտը իրոք բյուրեղանում է, մի փոքր համբերություն եւ շատ ավելի հստակ կլինի։ Բյուրեղանում հստակ տեսնում ենք թե որ ուժերն են մասնակցում, ինչ ձևաչափով են մասնակցում, ինչ ովքեր են ներգրաված ընտրական ցուցակներում, բյուրեղացումը սա է։ Երբ որ բոլորս տեսնում ենք ոչ թե ուղղակի խոսքեր, այլ կոնկրետ արդյունք, կոնկրետ գրանցումներ, կոնկրետ տեխնացումներ։ Դեռևս ավարտված չէ ընտրացուցակների ներկայացման ժամկետը։ Ժամկետը կավարտվի եւ մենք ունենանք այլ ֆորմատով։ Այդ ֆավորիտ ուժերը ովքեր են, ըստ ֆավորիտ ընդդիմադիրները, որ կարող են հայտ ներկայացնել իշխանությունը։ Մենք ովքեր որ հայտարարում, ֆավորիտ ուժեր կան արդյոք թե չկան։ Մենք ներկայացրել ենք մեր ընտրական ցուցակը, մենք մասնակցում ենք մեր ընտրական ցուցակով, վճռականությամբ եւ գնում ենք ընտրություններում մեր արդյունքը, մեր ձայների արձանագրելու։ Այս պահին գնահատել ֆավորիտներ, ոչ ֆավորիտներ, նույնիսկ տեղյակ չենք թե ովքեր են դեռ բոլորը ներկայացրել։ Այսօր մինչև օրվա վերջ ընտրական ցուցակներ են ներկայացվելու։ Ինչպես պարոն Դերմեյանը ասաց, բյուրեղացումը հենց դա է, այսինքն կտեսնենք ովքեր են ներկայացրել ընտրական ցուցակներ։ Դրանից հետո դեռևս ժամանակահատված կա, որ կարող են այդ ընտրական ցուցակները, կուսակցությունները դիմումներ ներկայացնել իրենց ընտրական ցուցակները, հետ վերցնել, հայտարարել չմասնակցելու վերաբերյալ։ Դրանք դեռևս գործընթացներ են, որովհետև դեռ շարունակվում են։ Կարող են լինել դեռևս գրանցումներ եւ չգրանցումներ։ Այսինքն այս փուլում ունենք այնինչ ունենք։ Մենք գնում ենք մեր ընտրողի հետ խոսելու, մենք գնում ենք մեր ընտրողների ձայների հետևից եւ մեր ընտրողների հետ անկեղծ զրույց վարելու, թե որքան ձայներ կունենանք հունիսի 8-ին մենք կտեսնենք թե որքան ձայներ ունենք։ Պարոն Դերմեյան, դուք ասացիք, որ զազրախոսություն կլինի այն ուժերը, որոնք ասում են առավելագույն ձայներ կհավաքեն, դա վերաբերում է ընդդիմադիր դաշտին, թե իշխանության, որտեղ ըստ ամենատարբեր հարցումների իշխանությունը այս պահին առավելագույն ձայներ։ Մենք պոպուլիզմով չենք տառապում։ Պոպուլիզմով չենք տառապում եւ դեմ ենք պոպուլիզմին։ 8 տարի շարունակ մենք լսել ենք պոպուլիզմ ու տեսել ենք դրա արդյունքը։ Որևէ ուժ, եթե ասում է մենք ստանալու ենք սահմանադրական մեծամասնություն, դա ուղղակի մերկապարանոց հայտարարություն է։ ՀՊ-ի դեպքում բոլոր ուժերի դեպքում։
Բոլոր։ Հաշվի առնելով, որ նախորդ ընտրություններին խորհրդարանական մասնակցության տոկոսը բավականին ցածր էր, ինչը հօգուտ իշխանության եղավ, այս ընտրություններին դուք կոնկրետ ինչ աշխատանքներ եք տանում, որ մարդկանց բերեք ընտրատեղամաս, որպեսզի մասնակցության տոկոսը ավելի բարձր լինի։ Համատարած այս հասարակությանը իշխանության կողմից դեգրադացնելու ֆոնին շատ բարդ առաջադրանք է դրված, կարծում եմ բոլոր քաղաքական ընդդիմադիր քաղաքական ուժերի առջև, համոզելու, հորդորելու մարդկանց հատկապես իմ կոչը երիտասարդության է, նրանց ում ընտրելու տարիքը լրացել է եւ առաջին անգամ պետք է մասնակցեն այս ընտրություններին։ Դուրս գալ, գնալ ընտրատեղամաս, սա միակ ձևն է, միակ ձևը մեր հասարակության քաղաքացիների համար իրացնելու, ընտրելու ազատությունը իրենց։ Միակ ձևը ուղղակիորեն մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում իշխանության ձևավորմանը։ PR արշավներ ենք անցկացնելու, տարբեր հասարակական միավորումների հետ ենք համագործակցելու մաքսիմալ շատ ուրեմն մասնակցություն ապահովելու համար։ Եվ մի Անկախ ձեր ամեն ինչից ցուցակ մենք կոչ ենք անելու բոլորին գնալ ընտրությունների։ Անկախ ամեն ինչից։ Նույնիսկ եթե նկատել եք արդեն, մենք ունենք նմանատիպ Եթե Չակ Նորիսը Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունենար, պարզապես Չակ Նորիսը մահացավ մի քանի օր առաջ, չէ, վերջերս, մի քանի ամիս առաջ, ցավոք մահացավ, բայց բոլոր նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն, հենց այստեղից, այս պահին էլ ասում ենք, գնացեք ընտրությունների, ձեր ձայնը շատ կարևոր է, դուք որոշիչ ձայն ունեք, դրանով եք դուք մասնակցում քաղաքական պրոցեսներին, մի ասեք ամեն ինչ որոշված է, այդ հիասթափության, հուսախաբության ալիքը թողեք, մարդիկ պետք է իմանան, որ իրենց ձայնը նշանակություն ունի, եւ թող անպայման գնան ընտրությունների, սա է շատ կարևոր, եւ մենք կարծում ենք եւ ձեզ հետ միասին մենք ունենք այդ աշխատանքը անելու, որպեսզի կոչ անենք, որ մարդիկ գնան ընտրությունների։ Եվ մի հարց է ձեր ցուցակի 9-րդ համարը Անուշ Սեթրակյանն է, որը ժամանակին հանդես էր գալիս Ազատ դեմոկրատների եւ Ժառանգության միասնական ցուցակով։ Ես հիշում եմ, ժամանակին ինքը ԵԱՏՄ-ի անդամակցությանը դեմ էր արտահայտվում եւ պրո-արևմտյան հայացքներ ուներ։ Հիմա հաշվի առնելով, որ Արման Թաթոյանը հայտարարում է, որ ինքը պրո-հայկական է եւ Հայաստանի շահերն է միայն ներկայացնում, կա ուղղվածություն եւ այս առումով չի լինի տարաձայնություն կուսակցության այդ ձեր թիմակցի եւ Թաթոյանի գծի միջև։ Ես կարծում եմ, որ ոչ, չի լինի, ընդհանրապես մեր քաղաքական ուժը, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, հենվում է բացառապես հայկական շահի ու հայկականության վրա, յուրաքանչյուր տնտեսական կամ քաղաքական կամ ռազմական միավորում, որին միանալու, անջատվելու, բաժանվելու մասին խոսք գնում է այսօր քաղաքական դաշտում, մեր ուժի կողմից իշխանության գալու դեպքում այդ ամենը, այդ գործընթացները արվելու են բացառապես մեկ սկզբունքով առավելագույնս ապահովել հայկական շահի եւ հայկական պետության ուրեմն հետաքրքրությունների առաջմղումը։ Դա կլինի ԵԱՏՄ-ն, դա կլինի ԵՄ-ն, դա կլինի ՆԱՏՕ-ն, դա կլինի ՀԱՊԿ-ը, որևէ նշանակություն չունի։ Յուրաքանչյուր կազմակերպության հետ մենք հարաբերությունները կառուցելու ենք սեփական շահի հիման վրա։ Չկա սեփական շահ, չի լինի նաև այդ համագործակցությունը։ Ճշտող հարց արցախցիների վերադարձի իրավունքի հետ կապված, եթե դա այդ կետը առաջ տանեք, թեև ասում եք հրապարակեն կտեսնեք կոնկրետ, բայց Ալիևն էլ, այսպես ասած, հայելային պահանջ դնի, ինչպես եք դուք այդ խնդրի լուծումը տեսնում եք դեպքում։ Այդ խնդիրը մի քանի անգամ մենք, մեր գործընկերները, պարոն Արմեն Գալստյանը դրա մասին բարձրաձայնել ենք, խոսել ենք, մանրամասնել ենք, վերջերս էլ շատ հանգամանալից անդրադարձել ենք այդ խնդրին։ Ադրբեջանցիների Հայաստանի Հանրապետություն վերադարձի հարցը իրավական դաշտում փակված է։ Սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Չկա միջազգային որևէ ատյան, որտեղ Հայաստանի Հանրապետությունում բնակված ադրբեջանցիները, ովքեր 90-ականներին եւ դրանից առաջ շատ կարևոր է դա, դրանից առաջ լքել են Հայաստանի տարածքը, կարողանան դիմել եւ իրացնել իրենց այսպես կոչված վերադարձի իրավունքը։ Այդ հարցը իրավական դաշտում փակված է միջազգային դատարանի դատական ակտով եւ այդ խոսույթը հերթական կեղծ փուչիկն է, որը փչվում է Ալիևի կողմից ու սատարվում այսօրվա գործող իշխանությունների կողմից։ Պետք է նշեմ, որ այդ հարցը բերում հավասարեցվում է արցախցիների վերադարձի իրավունքին այսօրվա, հենց այսօրվա իշխանության կողմից։ Փակված հարցը, որը այլևս գոյություն չունի, եւ պետք էր դրա մասին հենց զուտ իրավական փաստարկներով նշելու այդ հարցը փակել, բերում են հավասարեցնում են արցախցիների վերադարձի իրավունքին, որը միջազգային դատարանների դատական ակտերով այսօր իսկ արդեն պաշտպանված է։ Ուզում եմ դա հստակ բոլորիս մոտ կարմիր գծով գնա, այսինքն արցախցիների վերադարձի իրավունքը
պաշտպանված է, իսկ ադրբեջանցիների վերադարձի իրավունքը փակված է իրավական առումով։ Իսկ այսօրվա իշխանությունը այդ երկու հարցերը ինքն է իր նախաձեռնությամբ բերում հավասարեցնում։ Անհամադրելի են։ Տեսեք, անհամադրելի են այդ երկու հարցերը, անհամադրելի։ Մենք խոսում ենք 80-ականներին Հայաստանի տարածքից ադրբեջանցիների դուրս գալու մասին, մեկ, եւ խոսում ենք 2023 թվականի էթնիկ զտման մասին։ Միջազգային իրավունքը դրա լուծումները հստակ տվել է եւ միջազգային երկու դատարաններ, Արդարադատության միջազգային դատարանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել են, որ այդ հարցը ադրբեջանցիների վերադարձի գույքային իրավունքների պաշտպանության փակված է, ժամկետային սահմանափակումներ կան։ Սա է պատճառը, որ Ալիևը շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, փակելու նաև արցախցիների վերադարձի հարցը, որը այսօր ուժի մեջ է, ամրագրված է միջազգային դատարանի ակտերով եւ մինչեւ վերջ պետք է հասնենք այդ նպատակակետին։ Ալիևը շատ բաների մասին կարող է խոսել։ Եվ դուք ասելու եք իրավական տիրույթում դա փակ է անցնեք առաջ, այդպես հեշտ է պատկերացնել։ Իհարկե ոչ, ոչ միայն ասելու ենք, այլև անելու ենք ու գիտենք ինչպես անել, ի տարբերություն գործող իշխանության։ Իդեպ Բաքուն պաշտոնական Բաքուն նոտա էր հղել Նիդերլանդների եւ Բելգիայի դեսպաներին հրավիրելով ԱԳՆ եւ դժգոհելով նրանից, թե ինչու են բանաձև ընդունել այդ երկու երկրները արցախահայերի իրենց պատմական հայրենիք վերադառնալու վերաբերյալ, միևնույն ժամանակ պաստորեն իրենք նաեւ ադրբեջանցիների Հայաստան վերաբերակեցման մասով են ինչ-որ քայլեր ձեռնարկում, դուք այս մասով ինչ եք պատկերացնում։ Ասում եմ, սա կեղծ օրակարգ է, որը այսօր սատարվում է եւ բերվել է քաղաքական տիրույթ գործող իշխանության կողմից։ Արևմտյան ադրբեջանցիների Հայաստան վերադարձ եւ այլն, այդ ամենը կեղծ օրակարգ է, սուտ, մեծագույն սուտ եւ չի կարող պաշտպանվել միջազգային իրավունքի կողմից։ Եթե միջազգային իրավունքում այդ հարցը փակված է, ապա գործող իշխանության վրա է մնում պատասխանատվությունը այդ ադրբեջանցիների վերադարձի ապահովման եւ դրա ռիսկերի։ Այդտեղ միջազգային իրավունքը որևէ բան անել չի կարող։ Ձեր կոնֆլիկտը, որ դուրս եկա կառավարությունից, նաեւ սրա հետ է կապված, խնդրեմ նաեւ դրան անդրադառնալ, թե ինչու կոնկրետ դուրս եկաք, որն էր պատճառը, արդյոք հայցերն էին Ադրբեջանի դեմ, որոնց մասով այդքան էլ։ Ես կոնֆլիկտ չեմ ունեցել, ես պաշտպանել եմ այն իրավական գիծը, որը ինձ տրված էր օրենքով, գործել եմ իմ լիազորությունների սահմաններում եւ գործել եմ բացառապես մեկ շահի համար, դա եղել է Հայաստանի Հանրապետության շահը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը եւ պետականությունը լինի պաշտպանված։ Ինչով է հակասում այդ շահը Նիկոլ Փաշինյանի շահին, որ Արայք Հարությունյանը ձեզ նամակ գրեց, հորդորեց դուրս գալ։ Ինչպես եղավ, չէ՞ կարծեմ։ Այստեղ խոսքը վերաբերում է արբիտրաժային վեճին։ Արբիտրաժային վեճի շրջանակում դրված էր հարց արբիտրաժի վճիռը կատարել, չկատարելու վերաբերյալ։ Մեր գրասենյակի կողմից հստակ ցույց են տրվել այն իրավական լուծումները, որին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջ շարժվի արբիտրաժային վճիռը կատարելու համար։ Թե դա ինչ, ես հանուն ինձ համար կա մեկ հանուն, այդ հանունը Հայաստանի Հանրապետությունն է։ Պարոն Դերմեյան, այս հարցին շատ մանրամասն անդրադարձել է Տիկին Ալիսա Գևորգյանի ոդկասթում։ Կարող եք այդ մասին շատ մանրամասն այդ տեղեկությունները այնտեղից ստանալ նաև, բայց պետք է հաշվի առնենք, որ երկրում ընդհանրապես կառավարման մեջ իշխանությունը պետք է ունակ լինի իրենից տարբերվող կարծիքներ լսել հենց իր ներսում, դա իրեն զարգացնում է։ Եվ եթե ինչ-որտեղ որևէ իշխանություն հայտարարում է, որ գոյություն չունի իմ կարծիքից բացի որևէ այլ կարծիք, եւ դա բացարձակ կարծիք է, այդ իշխանությունը գնում է դեպի բռնատիրության։ Այդ բռնատիրության տրամաբանությունը հենց գալիս է, վերում է հանգեցնում այնտեղ, որ պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր ունեն սեփական կարծիք, պրոֆեսիոնալ մարդիկ չեն հանդուրժվում։ Նմանատիպ իրավիճակի հետևանք է նաև պարոն Դերմեյանի իր պաշտոնավարումը ինքը պատասխանել այս մասով։ Դա ավելի մանրամասն իրավապաշտպանների եւ իրավաբանների շատ է։ Մենք բոլորը մենք հասկանում ենք, բայց պարոն Դերմյանի դեպ մի բան, ձեզ է դժվար չէ հետ։ Հիմա հետաքրքիր է, եթե դուք օրինակ չազատվեք պաշտոնից, դուք այս նախընտրական շրջանում կշարունակեք պաշտոնավարել կառավարությունում, թե էլի կազատվեք։ Պատմության վերաբերյալ միշտ ասում են, որ եթեներ ապաներ պետք չի կիրառել։ Եկեք դա ես անցել եմ այդ գետը, համաձայն չեմ, ես անցել եմ այդ գետը, ես անցել եմ այդ ժամանակահատվածը, հիմա ես գտնվում եմ այլ փուլում, հիմա ես ստանում եմ իմ պայքարը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օգտվելով ընտրվելու իմ ազատությունը։ Ես որպես պարոն Դերմեյանի ներողություն, պարոն Դերմեյանի վաղեմի ընկեր, ես ինքս կարող եմ ասես մի փոքրիկ ակնարկ անել այդ կապակցությամբ, երևի թե բարեբախտաբար, ասում թե դժբախտաբար, այդ պահը մի քիչ ավելի վաղ եկավ եւ մենք հիմա այս ճանապարհը միասին համահունչ անցնում ենք։ Ես ձեզ խնդրում եմ թույլ տաք պարոն Դերմյանը պատասխանի, հետո նոր լավ։
Դա իրենք օրինակ ինչպես է պատկերացնում, որպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են վերադառնալու։ Դա ուրեմն արցախցիների վերադարձի հարցը։ Եթե մի փոքր այսպես խորանանք եւ ուսումնասիրեք Արտադրության միջազգային դատանի 2023 թվականի նոյեմբերի որոշումը, հստակ գրված է, թե ինչ չափանիշների հիման վրա պետք է լինի արցախցիների վերադարձը դեպի Արցախ։ Ուրեմն արագ, անվտանգ եւ ապահով։ Այս բոլոր 3 պահանջները պետք է պահպանի Ադրբեջանը եւ նաեւ հաշվետվություն ներկայացնի այդ կատարված քայլերի մասին Արտադրության միջազգային դատարանին։ Այս 3 պայմանների արդեն դետալները, երբ որ գա հասնի այդ վերադարձի հարցը, պետք է լինի քննարկման առանձին առարկա։ Ինչ պայմաններով, ինչ ձևաչափով, ինչ կարգավիճակով, սրա մասին մի փոքր վաղ է խոսելը, բայց ամենակարևոր որ ունենք իրավական փաստաթուղթ, միջազգային իրավական ակտ, ես ձեզ հիշեցնեմ, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմը սկսելուց առաջ ՄԱԿ-ի ամբիոնից նրանց նախագահը խոսում էր ընդամենը մեկ դատական ակտի մասին, որը կայացվել էր հօգուտ Ադրբեջանի եւ կապիտալիզացնում էր դա։ Մենք ունենք 1 տասնյակի հասնող այդպիսի վճիռներ հօգուտ Հայաստանի Հանրապետության եւ իշխանությունը դրա մասին լռում է, իշխանությունը դա չի կապիտալիզացնում եւ փաստորեն ի վնաս հայկական շահի է գործում։ Ուրեմն դետալները, կարգավիճակ, ինչպիսի եղանակով, ինչ ձևով, ինչ ժամկետներում, սա կարող է տեղի ունենալ այդ process-ները միջազգային հայցերը հանգուցալուծելուց հետո։ Ես տեսա մի փոքր ուշ եք անդրադարձ եղել այս հարցին ֆինանսավորման, բայց կխնդրեմ նորից ասեք, վերջո ձեր ֆինանսները որտեղից, որտեղ դուք ահռելի գումարներ եք ծախսում։ Մենք նշեցինք, գործընկերս Արմենը Գալստյանն նշեց, որ մեզ ֆինանսավորում են այն բոլոր մարդիկ, մեր բոլոր քաղաքացիները, ովքեր դեմ են եւ ովքեր համերաշխ չեն Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ հազարավոր մարդիկ։ Միլիոնավոր դոլարների է հասնում։ Այո, հազարավոր մարդիկ են, հազարավոր քաղաքացիներ են, ովքեր մեր թիկունքում կանգնած են ֆինանսապես, աշխատուժով, բոլոր եղանակով օգնելու են մեզ հաղթելու այս ընթացքում։ Տեսեք, 2 անուն է ես լսել, մեկը Միքայել Մինասյանն է ձեզ ֆինանսավորում, երկրորդը վերջերս լսեցի Արթուր Սողոմոնյանն է, Փյունիկի տերը։ Մի բառով կասեմ սխալվել է։ Մի քանի անուններ էլ ես կարող եմ ասել, որ տարբեր աղբյուրներում շոշափվել է, քննարկվել է, ես մի 10 լսել ենք ու լավ ծիծաղել են։ Շատ լավ են ծիծաղել, չեմ հնչեցնի, բայց մեր ընկերները տարբեր ժամանակներ, տարբեր անուններ են տալիս։ Հաշվետվություն կլինի, միլիոնավոր դոլարների որովհետև ունենք անցած ճանապարհ, որովհետև պարկեշտ մարդիկ ենք, ամբողջ պատասխանատվությամբ եւ պարզ ճակատով կանգնած ենք մեր հասարակությանը։ Ոչ ոք չի հասկացում, հենց հիմա էլ տեսնում ենք, համոզվում ենք, պարոն Տերմյան, բայց դա քիչ է քաղաքական ֆինանսավորման համար։ Միլիոնավոր դոլարներ։ Պատկերացրեք քիչ չի։ Լինելու են այդ հաշվետվությունները լինելու են, հաշվետվությունները կլինեն, հաշվետվությունները որ լինեն մենք անվանական կտեսնենք ովքեր են։ Ամեն ինչ կտեսնենք։ Օրինակ հիմա ԿՊ-ն բանա դրամահավաք։ Այո, մենք էլ ենք սկսելու դրամահավաք։ Մենք իհարկե սկսել ենք։ Բա միջև է։ Նոր եք սկսելու բա միջև է։ Չէ, ներողություն, դրա պաշտոնապես, երբ որ հայտարարում է քաղաքական ուժը դրամահավաքի մասին, պաշտոնապես դրամահավաք հայտարարելու մասին։ Միջև է նվիրատվությունների միջոցով կողմից։ Ասեցի, այն բոլոր ոչ, Արթուր Սողոմոնյանն է։ Ոչ, ձեր նշած անձը կապ չունի մեր հետ մեր ֆինանսավորման հետ։ Ում որ նշեցի։ Արթուր Փյունիկի տերը եւ Միքայել Մինասյանը։ Բոլոր ամբողջ Factor TV-ի հարգելի հետևորդներ, ողջույն ձեզ։